Քրիստոնեությունը սրտի եւ մտքի կրոն է։ Ժամանակակից քրիստոնեության մեջ հաճախ կարելի է լսել հետեւյալ պնդումը. Քրիստոնեությունը ուսմունքի գիտելիք կամ էլ աստվածաշնչյան փաստերի ձեռնարկ չէ, այլ սրտի կրոն է, Աստծո եւ իր ժողովրդի անձնական փոխհարաբերությունը։ Թեև քրիստոնեական հավատի այս հաճախ կրկնվող նկարագրությունը ճշմարտության տար է պարունակում, այն նաեւ որոշակիորեն ոչ ճշմարիտ տար է պարունակում։ Ճշմարիտ է, որ քրիստոնեությունը սրտի կրոն է եւ Աստծո հետ անձնական փոխհարաբերության բարձրագույն դրսևորում, սակայն հավասարապես ճշմարիտ է նաև այն, որ քրիստոնեությունը մտքի կրոն է, որը հիմնված է աստվածաշնչյան ուսմունքի ճշգրիտ իմացության վրա, զգացմունքների եւ մտքի կամ վերապրումների եւ Սուրբ Գրքի բացարձակ ճշմարտությունների միջև բաժանում չկա, երկուսն էլ կարևոր դերակատարում ունեն եւ դրանցից որևէ մեկը անտեսելու պարագայում թե հավատացյալը եւ թե եկեղեցին մեծապես կվնասվեն ըստ Երեմիա 17 գլուխ 9-րդ խոսքի, որքանով են վստահելի սրտի հույզերն ու զգացմունքները։ Սիրտն ամենից ավելի խաբեբա է եւ կամակոր, այնով կարող է հասկանալ։ Մեր սրտի զգացմունքները կարող են լինել լիովին սխալական, քանի որ դրանք քամու նման փոփոխական են։ Այն քրիստոնյան, որն իր կյանքում դրանցով է ուղղորդվում, անկայուն եւ անհաստատ կլինի իր ձեռնարկած բոլոր բաներում։ Արդյոք հավատում եք, որ աստվածաշնչյան ուսմունքով չառաջնորդվող սիրտը քրիստոնեական կյանքի վստահելի առաջնորդն է։ Ինչ է զգուշացնում Առակաց 14 գլուխ 12-րդ խոսքը նրանց, ովքեր համարձակվում են առաջնորդվել իրենց սրտի զգացմունքներով եւ հույզերով։ Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են։ Սիրտը, այսինքն զգացմունքները եւ հույզերը, քրիստոնեական կյանքի շատ կարեւոր եւ գեղեցիկ մաս է, սակայն բավարար չէ քրիստոնյային առաջնորդելու համար։ Մենք պետք է այդ գործընթացում ներգրավվենք նաեւ միտքը, այսինքն ինտելեկտը, եւ աճենք Աստվածաշնչի եւ դրա ուսմունքի իմացության մեջ, ըստ Մարկոս 12 գլուխ 30 խոսքի, որն է մեր մարդկային բնության ամենակարևոր տարերից մեկը, որով սիրում եւ ծառայում ենք Աստծուն, եւ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ։ Սա է առաջին պատվիրանը։ Միտքը կարևոր է ոչ միայն Աստծո հատկանիշները եւ կամքը հասկանալու համար, այլև այն միջոցն է, որով քրիստոնյան կերպարանակից է դառնում Քրիստոսին։ Ըստ Հռոմեացիս 12 գլուխ 2-րդ խոսքի, ինչպես կարող է քրիստոնյան խուսափել աշխարհի կերպարանքով կերպարանվելուց եւ կերպարանակից լինել Քրիստոսին։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։